այդ եպիսկոպոսած ժողովին։ Ձեզ այսօր պետք է տեղի ունենար եպիսկոպոսած ժողովը, սակայն տեսանք, որ կաթողիկոսին երկրից դուրս գալու արգելանք տվեց քննչական կոմիտեն, քրեական գործի շրջանակներում, սա ինչի մասին էր խոսում։ Բնականաբար 2 օր առաջ դեռ մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարել էր, որ իր բառերով չի թողնելու, որ կաթողիկոսությունը եւ գանձերը դուրս գան Հայաստանից, ըստ երևույթին գանձերի մասին էր խոսում։ Դե չգիտեմ իրանց համար ինչ գանձեր կա տաճարում, որ շատ են խոսում այդ մասին, որ Մայրաթոռի եպիսկոպոսները ունեն գումարներ, որոնց ծագում չունի, այսինքն իրանք տեղեկություն չունեն այդ գումարների մասին, ընդհանրապես Մայրաթոռի, ըստ երևույթին հայտարարեց, որ չի թողնելու վեհափառ հորը երկրից դուրս գա, ինչպես մնացած եպիսկոպոսներին, բնականաբար հերթական շոուն արեցին, տապալելու եպիսկոպոսած ժողովը, բայց ինչպես երեկ Նաթան Սրբազանը հայտարարեց, եպիսկոպոսած հավաքը արդեն կայանալու է այսօր, եւ նրանք չեն կարող խափանել այդ ժողովը։ Ձեր ներկայությամբ հիմա Մայրաթոռում փորձում եք աջակցել կաթողիկոսին։ Այո, այսօր մի խումբ երիտասարդներով տարբեր թեմերի Հայաստանի եւ դրսի մի նախաձեռնություն ենք սկսել, որ գանք Մայրաթոռ, մեր աջակցությունը հայտնենք վեհափառ հայրապետին, մինչև այս եպիսկոպոսած ժողովի մեկնարկելու ընթացքում լինենք այստեղ, մեզ շատ քաղաքացիներ են արդեն հավատարմություն հայտնել, որ միանալու են, այստեղ ենք լինելու մինչև երևի ժամերգությունը, դրանից հետո հստակ կհասկանանք արդեն պետք է հավաքվել մեր աջակցությունը հայտնել իհարկե վեհափառ հորը, մեր սրբազաններին, այստեղ գտնվող սրբազաններին, ապօրինաբար կալանավորված սրբազաններին, հուսանք ավելի ճիշտ վստահ ենք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Հիշում ենք դեռ ամիսներ առաջ վարչապետը հայտնում էր, որ հենց Էջմիածնի հրապարակում պատրաստում է հոգևոր հավաք անցկացնել եւ այնտեղից քայլել Մայրաթոռ ու ազատել վեհարանը, ազատագրել վեհարանը, բայց այդ հավաքը ամիսներ են արդեն անցել եւ տեղի չի ունեցել։ Ինչու հրաժարվեց այդ։ Բնականաբար կարծում եմ ինքն էլ է հասկանում, որ եկեղեցու հատկապես վեհափառ հոր հանդեպ այս արշավը արդեն դատապարտված է ձախողման, բնականաբար պատմության ընթացքում շատ ենք ունեցել, երբ որ երկրի իշխանությունը կամ, չգիտեմ, բարձրաստիճան ինչ-որ անձիկ փորձել են հարվածել եկեղեցուն, փորձել են հալածել, անգամ Խորեն Մուրադբեկյանը կաթողիկոս խեղտամահ են արել հենց Մայրաթոռում, տապալվելու է այդ ամեն ինչը, իրանք էլ են դա շատ լավ հասկանում, այսօր էլ ինչ-ինչ հանգամանքներով ձգձգվում է այդ իրենց հավաքը, փորձում են այդ ապօրինի քրեական գործերով ինչքան հնարավոր է շատ վեհափառ հոր կողքից հավատարիմ մարդկանց հեռու տանել, այս դեպքում ԱԱԾ-ի պատվալ, այդ է դուրս գալի, մնացածն էլ բնականաբար չի կայանա այդ հավաքը, կփորձեն այլ միջոցով քրեական գործերով կաթողիկոսին անգամ կալանավորել, բայց սպասում եք այդ դեպքերին կաթողիկոս։ Բնականաբար սպասում ենք, մի քիչ երևի ձգձգվում է, ասենց ասեմ, բայց բնականաբար կլինի, ինձ թվում է, ու կարծում եմ այդ ժամանակ մեր ժողովուրդը իր խոսքը կասի, որովհետև վեհափառ հայրապետը անսասան է, Մայր տաճարը անսասան է, հայ եկեղեցին անսասան է եւ ոչ ոք չի կարող որևէ ձևով խառնվել եկեղեցու գործերին եւ կալանավորել վեհափառին։ Շնորհակալ եմ։